Թիվ թվաբանություն հաղորդաշարի հերթական հյուրն էր երգիչ Արսեն Գրիգորյանը։ Star News-ը հետևեց հաղորդմանը։ Հաղորդավարուհու հարցին, թե ինչպես հայտնվեց երկու աստղ նախագծում, երգիչը պատասխանեց. Շատ պատահական, մեկ զանգով։ Ճիշտն ասած, որ զանգեցին, ասեցին, ոչ մի բանի մասնակցության հավես չկար։ Բայց որ իմացա զուգընկերս Արսեն Գրիգորյանն է։ Արսենի հետ միասին մեծացել ենք Քանաքեռում, նույն դպրոցն ենք ավարտել, համ էլ ընկերոջս փոքր եղբայրն է։ Ինձ թվում է, որ Արսենի հետ չլիներ մասնակցությունը, ես երևի շուտ կամավոր դուրս էի եկել։ Արսենի հետ այնքան հեշտ է, որ ոչ մի բառ չասած կես բառից իրար հասկանում ենք։ Ոնց որ նույն ձև մտածենք, բայց Արսենի մտքերը գիգանտ մտքեր են։ Արսեն Գրիգորյանի կարծիքով ամենաանաչառ ժյուրին ըստ ժողովրդի Գարիկ Պապոյանն է, սակայն նա շատ օբյեկտիվ է։ Մի քիչ ժողովրդական խոսքով ասեմ, քլունգը ֆռում է Գարիկի վրա, բայց Գարիկը շատ ճիշտ դատող է։ Նշենք, որ երգիչ Արսեն Գրիգորյանը, ասոն, չի սիրում հարցազրույցներով հանդես գալ և տպավորություն է, թե նա պասիվ գործունեություն ծավալելով աստիճանաբար լքում է երգարվեստը։ Նրա վերջին տեսահոլովակը նկարահանվել է շատ տարիներ առաջ։ Ճիշտ է, նորություններով հանդես չեմ գալիս, բայց իմ գործունեությունը չեմ դադարեցրել։ Այս պահին ավելի շատ ձևեռված եմ սերունդ դաստիարակելու վրա։ 2005-ից դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Իմ ժամանակի ամենամեծ հատվածը տրամադրում եմ ոչ թե ելույթներիս, այլ սերունդ կրթելուն։ Անկեղծ ասած, այսօր տրամադրություն էլ չկա նոր երգեր ձայնագրելու, և եթե որևէ միջոցառման էլ մասնակցում եմ, ապա զուտ ներկա լինելու համար։ Իսկ լավ սերունդ, գեղեցիկ ձայներ ունենք ու դեռ կունենանք։ Իմ ուսանողներից են Վարդան Բադալյանը, ազգային երգիչ նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը, Վահե Համբարձումյանը, որը Մոսկվայից է ու մեծ հաջողությունների է հասել, Նորոն, որը հիմա ապրում է Միացյալ Նահանգներում։ Իսկապես շատ տաղանդավոր սաներ ունեմ ու անունները կարող եմ թվել։ Ինչ զգացողություններ ես ունենում, երբ աշակերտներդ են բեմեր նվաճում։ Ուսանողներիս միշտ ասում եմ. տղերք, այսօր իմ հաջողությունը, իմ փառքը դուք եք։ Ես ինձ ավելի հանգիստ ու երջանիկ եմ զգում, երբ բեմում տեսնում եմ ձեզ։ Եվ ոչ թե չեմ սիրում խոսել, այլ լուռ իմ գործն եմ անում։ Ավելի լավ է չխոսեմ, գործ անեմ, քան խոսեմ ու ոչինչ չանեմ։ Իհարկե լավ է ուշադրությունը, տպավորություն ունեմ, որ մեզ նման մարդկանց չեն էլ հիշում։ Իսկ որտեղ ես քեզ լավ զգում, լսարանում, թե բեմում երգելիս։ Տարբեր զգացողություններ են, բեմում ինձ թվում է չեմ ծերանում, չեմ մեծանում։ Երգելուց հետո հասկանում ես, որ կյանքումդ մի բան կատարվեց, որը դու չզգացիր։ Երբ բեմի վրա երգելիս սխալվում ես, անցնում գնում է, բայց երբ լսարանում ես, սխալվելու իրավունք չունես։ Քանի որ ուսանողը քեզ լիովին հավատում ու վստահում է։ Արսեն, ավարտել ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի օպերային երգեցողության բաժինը։ 2 տարի էլ կոնսերվատորիայում դարձյալ դասական վոկալ ես սովորել, հետո փոխեցիր ժողովրդական, ինչու նման անցում կատարեցիր։ Օպերային բաժնում հայտնվել եմ շատ պատահական, երբ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, ժողովրդական երգեցողության բաժին չկար, ստիպված ընտրեցի օպերայինը։ Մայրս շատ էր ցանկանում, որ Ռոմանոս Մելիքյանում սովորեմ։ Տարիների ընթացքում սիրեցի օպերային երգեցողությունը, հատկապես իմ դասախոսին՝ Վլադիմիր Վարդանիչին։ Սակայն վատ տարիներ էին, և օպերային արվեստով չէիր կարող գումար վաստակել, հացի խնդիր լուծել։ Ստիպված բաժինս փոխեցի, չնայած ժողովրդական երգերն իմ արյան ու հոգու մեջ են։ Այսօր շատ կատարողներ երգում են անհասկանալի ելևէջներով երգեր ու ներկայացնում ժողովրդական անվան տակ։ Ինչպես մաքրել դաշտը, մասնագետներն այստեղ անելիք չունեն։ Մի բան ասեմ, երբ ժողովրդական, աշխուղական, անգամ կոմպոզիտորական երգերը կատարում են արհեստական ելևէջներով, թուրքական մելիզմներով, պատճառը կատարողի հոգեվիճակն ու ճաշակն է։ Մեր հայկական մարգարիտ երգերը, անգամ բանակի հիմնը մի վայրկյանում կարող են դարձնել ռաբիզ ու երգեն իմ ասած հոգեվիճակով։ Հիշում եմ, որ իմ ուսուցիչներն ասում էին, այն ժամանակվա ռեստորանային կատարողներն այսօր բեմից հնչող երաժշտությունից մաքուր են։ 2005 թվականից դասավանդում ես, եթե այդ ուսանողները չմատուցեն հայկական ժողովրդական երգեցողություն այնպես, ինչպես դու ես սովորեցրել, քեզ կմեղադրես, թե կմտածես ժամանակի թելադրանքն է։ Իմ դասարանում լավագույն ուսանողներ եմ ունեցել, որոնք այսօր ռեստորանում են երգում։
Իհարկե ռեստորանում երգելու մեջ վատ բան չկա, բայց եթե նրանք կարողանային ընտանիք պահել միայն բեմով, ապա ռեստորաններում չէին երգի, բայց միևնույն է, իրենց կատարումները տարբերվում են։ Իսկ ընտանիքումդ երգդ շարունակող կա։ Փոքր աղջիկս է երգում, օպերային երգեցողություն է սիրում ու որոշել է գնալ պապայի հետքերով։ Ուզում է ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, շատ սիրուն ձայն ունի։ Մեր տան կռիվը հիմա դա է, կինս ասում է գոնե զբաղվեմ աղջկանովս, պարապեմ, բայց ես կտրականապես դեմ եմ, քանի որ այդ կերպ ավելի շատ կխանգարեմ, քան կօգնեմ։ Նրա ուսուցչուհին այլ կերպ է դասավանդում, ես այլ բաներ կարող եմ ասել ու երեխան կխճճվի։ Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, բայց ոչ մեկը չի իմացել, որ Լիլիթն իմ աղջիկն է։ Եթե նա պետք է իմ անվան շնորհիվ առաջին կամ երկրորդ տեղ գրավի, ավելի լավ է չմասնակցի։ Ինքը պետք է հիմնվի իր ուժերի վրա։ Մեծ աղջիկս էլ է ուզում երգել, բայց զգում եմ, որ չի կարողանում։ Դե Աստծո տված շնորհը պետք է լինի։ Արսեն, արդեն 20 տարուց ավել է ասպարեզում ես, բազմաթիվ բեմերում ես եղել և հայ երգի պատիվը բարձր պահել, բայց կարծես թե կոչումներ չունես։ Անկեղծ մի բան ասեմ, այսօր որ մասնակցում եմ համերգներին այնքան լավ է, երբ ոչ մի կոչումով չեն ներկայացնում։ Ինձ համար գիտեք որն է կոչումը, երբ մարդիկ հարցնում են կոչում ունեմ, պատասխանում եմ ոչ։ Ու զարմանում են, նույնիսկ զայրանում, այ դա իմ ամենամեծ գնահատականն է և կոչումը։ Ես իմ հանդիսատեսին շատ եմ սիրում ու նոր երգեր դեռ կլինեն իմ կատարմամբ, պարզապես միաժամանակ հետո։ Դուք աշխատանքներ նախընտրում եք գարնանն իրականացնել։ Դե ամեն ինչ գարնանն է սկսվում, որ կատուներին ուշադիր լինեք, այդտեղից սկսվում է ամեն ինչ, տրամադրությունը լավանում է, օրգանիզմդ արթնանում է։ Իսկ մինչ գարուն, հիմա ինչով եք զբաղվում։ Դասավանդում եմ կոնսերվատորիայում։ Ռեստորաններում կամ ակումբներում չեք երգում։ Արդեն երևի 9 տարի է ռեստորանում չեմ երգում, բայց կարող է միտքս փոխեմ, գնամ երգեմ։ Իսկ կոնսերվատորիայի և ոչ հաճախակի կազմակերպող համերգների եկամուտով դժվար չէ ապրել։ Իհարկե համերգներով ու աշխատավարձով չեմ կարող ապրել, հարսանիքների, կնունկների հրավերներ լինում են, բայց այն, որ ամեն օր գնամ ռեստորանում աշխատեմ, նման բան չկա։ Արսեն, իսկ ձեր էկրաններից քիչ երևալը, ինչով է պայմանավորված։ Չգիտեմ, այսօր էկրաններին ով ասես երևում է, ով ասես երգում է։ Նույնիսկ ցանկություն էլ չկա շատերի հետ նույն պահին էկրանին երևալ։ Գիտեք, նաև ամեն եթերի մասնակցել էլ չի լինում։ Շատ դեպքերում, երբ փորձում ես իրենց սրտով գնալ, որոշ հաղորդումների հեղինակներ պատկերացնում են դու իրենց սեփականությունն ես ու սկսում են հարաբերությունները այլ հարթություն փոխել։ Երբեմն դա նեղացնում է մարդուն, գնում ես ու էլ չես ուզում մասնակցես։ Ընկերական շրջապատում ինչպես են ձեզ դիմում, Արսեն թե Ասո։ Ինձ բոլորն էլ Ասո են դիմում, դա բեմական անուն կամ տարբերվելու համար չի։ Այդպես ինձ դիմել են մանկուց, սկսած մեր տանից։ Արսեն, ձեր կինը ինչ մասնագետ է։ Կինս ավարտել է բժշկական ուսումնարանը, մանկաբարձական բաժին, բայց չի աշխատում։